Եթե դուք հիմա կարողանայիք իջնել 11 կիլոմետր ջրի տակ, ինչ կտեսնեիք, ուր լույսը գրեթե չի հասնում, ճնշումը կարող է ջախջախել պողպատե գնդակը, իսկ ջերմաստիճանը մոտ է սառույցին։ Այս վայրը կոչվում է Մարիանյան իջվածք, երկրի ամենախորը կետը։ Այսօր մենք իջնենք այնտեղ, որտեղ է գտնվում այդ անդունդը, ինչ եք կարծում։ Այն գտնվում է Խաղաղ օվկիանոսի հատակում, Մարիանյան կղզիների մոտ։ Ամենախորը կետը, Չելենջերի խորությունը 10,984 մետր։ Եթե այնտեղ նետեք Էվերեստը, նրա գագաթը դեռ ավելի քան 2 կիլոմետր ջրի տակ կմնա։ Այնտեղ ջրի ճնշումը 1100 անգամ ավելի է, քան մակերևույթին։ Գրեթե լիակատար խավար է, շատ ցածր ջերմաստիճան, բայց այդուհանդերձ կյանք կա։ Չնայած այս անհնարին պայմաններին, գիտնականները հայտնաբերել են հսկայական միաբջիջ օրգանիզմներ, քսենոֆիորներ, տարօրինակ ծովախեցգետիններ և փափուկ մարմնով արարածներ, ամենախորը ձուկը, որը ապրում է ավելի քան 8 կիլոմետր խորությամբ, բակտերիաներ, որոնք սնվում են ոչ թե արևով, այլ քիմիական նյութերով։ 1960 թվականին առաջին մարդիկ իջան այնտեղ, 2012 թվականին Ջեյմս Քեմերոնը մենակ իջավ և նկարահանեց։ Վերջին տարիներին գիտնականները հայտնաբերեցին պլաստիկե տոպրակներ և աղբ 10 կիլոմետր խորությամբ։ Մարիանյան իջվածքը կարող է մեզ ցույց տալ երկու բան, որ կյանքը կարող է գոյություն ունենալ ամենադաժան պայմաններում, և մենք դեռ շատ քիչ բան գիտենք մեր մոլորակի մասին։ Այստեղից եզրակացություն. Մարիանյան իջվածքը ոչ միայն երկրի ամենախորը կետն է, այլև հիշեցնում է, որ մեր մոլորակը դեռ լի է գաղտնիքներով, և մենք դեռ շատ բան ունենք հայտնաբերելու։